Փառք Տիրոջը։ Ստիքություն, ստիկ։ Փառք Տիրոջը։ Այսօրվա այս հնարավորության համար իհարկե անցած հավաքույթին մենք խոսքը մի քիչ կիսատ թողեցինք եւ նույնիսկ ձայնագրությունը ավելի քիչ մնաց, դրա համար որոշ խոսքեր ես կկրկնեմ։ Մենք խոսեցինք բարկության շուրջ, որ եւ ինձ գրել էին, որ ինչ անենք, որ մարդիկ մեզ բարկացնում են, ինչ անենք, որ չնեղվենք, կա ելք չնեղվելու, իհարկե կա, միշտ Տերը ունի ճանապարհ եւ Հիսուսը ասավ, որ ես եմ այդ ճանապարհը, եթե մենք Աստծո խոսքը ճիշտ ժամանակին գտնենք, այդ խոսքով ապրենք, որոշ մարդիկ ասում են, որ անհնար է բարկությունից ազատագրվելը, բայց մենք այսօր կհամոզվենք, որ դա ոչ թե մենակ հնարավոր է, դա անպայման պետք է։ Մենք եկան կանգնեցինք այնտեղ, որ գրված է Եփեսացիների 4:26-ում, եթե բարկանաք մի մեղանչեք եւ բարկությունը ձեր արիքակը ձեր բարկության վրա մայր չմտնի։ Այսինքն կա հնարավորություն, կա ձև, որ կարողանանք բարկության ընթացքում հենց բարկությունը գալիս է կանգ առնել, բայց դա չի նշանակում, որ մենք ազատագրված ենք բարկությունից։ Եթե հաճախակի բարկանանք ու զղջանք, բարկանանք ու զղջած, դա չի նշանակում, որ մենք բարկությունից ազատագրվել ենք։ Գլխավոր հարցը, ինչի ենք մենք բարկանում։ Барканал это злиться или раздражаться? Раздражаться. Это ռուսերենում раздражением։ Раздражением ուրիշ է, իսկ բարկանալ это գնիվ։ Երկրորդ օրինացի մեջ մենք պատասխան ենք ստանում, թե ինչն է պատճառը, որ մենք բարկանում ենք։ Ոմանք ասում են, որ բարկությունը դա կախված է նրանից, թե ինչպիսի միջավայրում ենք մենք ապրում։ Երեխեքն են մեզ բարկացնում, ավելի շուտ раздражатանում, երեխեքն են մեզ գարգառում, հայերեն բառ կա գրգռել, երեխեքն են, մեկը կասի ամուսինս է, մեկը կասի ծնողս է, վերջը, գիտեք, ոմանք էլ ասում են, ինձ գրգռողը դա սատանան է։ Եկեք կարծիքները թողենք մի կողմ, տեսնենք, թե ով է մեզ գրգռում вообще, ու ինչի է գրգռում։ Ոմանք ասում են, դա իմ խասյատն է, իմ պապերը տեղից են ելել, իմ ծնողները տենց են եղել, սա մեր ցեղում կա, լրիվ գրգռվող են եղել, չեն կարել վերջը բարկացել են մեկը մեկու վրա, դե ես էլ սա եմ, ոնց ասած, նասլեդվատ արել, չէ՞։ Ու մարդը տենց իրան արդարացնում է, ես խոսում եմ հոգևոր մարդու համար, որ միշտ պատճառաբանություն են գտնում, մարդիկ ուզում են, որպեսզի տեսնում են, որ ազատագրվելու հնարավորություն չունեն, չեն ազատագրվում, իրանք մտածում են, ինչ որ մի ձևով արդարացնեն իրանց կատարածը։ Երկրորդ օրինացի մեջ 32 գլուխ 21-րդ խոսքը խոսում է Աստված Մովսեսի բերանով եւ ասում է նրանք գրգռեցին իմ նախանձը չաստվածներով նրանք ով Աստծո ժողովուրդը խոսում է Աստծո ժողովրդի մասին որ այսօր մենք ենք ասում է նրանք գրգռեցին իմ նախանձը
չաստվածներով, ինձ բարկացրին իրանց սնոտի բաներով, և ես էլ կգրգռեմ նրանց նախանձը մի չժողովրդով, մի անմիտ ազգով կբարկացնեմ նրանց։ Ինչի է մեր կյանքի մեջ գալիս բարկությունը, ինչի մենք գրգռվում ենք, որտեղ գիտեք, բարկությունը հենց այնեն չի գալիս, սկզբից մարդը գրգռվում է, օրինակ, տեսնում է մի մարդ, չի գալում այդ մարդուն տանի, իր խոսքերը տանի, իր մեջից սկսում է գրգռվելը, այդ գրգռվելը հնարավոր է դիմացինը չզգա, բայց մարդը ինքը զգում է, որ ինքը գրգռված է, եթե ինքը իր վրա աշխատանք չկատարի, այդ գրգռվելը փոխանցվելու դառնալու է բարկություն, անշուտ, անպայման, դա ալելույա, իսկ որպեսզի չբարկանանք, պետք է չգրգռվենք, իսկ գրգռվելու պատճառը նա է, որ մենք Աստծուն գրգռում ենք, ինքն էլ մեզ է գրգռում, մենք Աստծուն բարկացնում ենք, ինքն էլ մեզ է բարկացնում։ Հիմա հարց, ամեն ոք կարա մտածի և ասի, այ Տեր Աստված, բայց քեզ ինչու՞մ եմ գրգռում, բայց քեզ ինչու՞վ եմ բարկացնում, ամեն մարդ իր ներսում դրա պատասխանը ունի, բայց Սուրբ Գիրքը մի այլ պատասխան է տալիս, ինձ միանձնավորություն ասավ, մենք պետք է Աստծո պատվիրանները պահենք, եթե Աստծո պատվիրանները չպահելով մենք գրգռում ենք Աստծուն, ես համամիտ եմ, բան չունեմ ասելու, տեսեք ինչ է ասում Սուրբ Գիրքը, որովհետև մեր ամեն պատասխանը պետք է տա Սուրբ Գիրքը, ոչ թե ինչ ձևով որ մենք մտածում ենք։ Առաջի Հովհաննես, առաջի գլուխ 7-րդ խոսքը, ես անգիր կասեմ։ Բայց եթե լույսի մեջ մանգանք, լավավոր քույրիկը ցույց տվեց, բայց եթե լույսի մեջ մանգանք, ինչպես նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իրար հետ, և նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքերից։ Ես հաճախակի այս խոսքը ներկայացնում եմ, ինչու համար, որովհետև եթե Քրիստոսի արյունը մեզ մեղքերից չազատագրի, չմաքրի, մենք նույն մեղավորն էլ կմնանք։ Մի բան է պետք, որ Քրիստոսի արյունը մեզ մաքրի, իսկ այս խոսքի մեջ ամբողջացված է ամբողջ ծրագիրը, թե ինչ ձևով, ինչ է պետք մեր կողմից անել, որպեսզի Քրիստոսի արյունը գործի մեր կյանքի մեջ։ Ինչ է պետք անել։ Ասում է, եթե լույսի մեջ մանգանք, ինչ է նշանակում լույսի մեջ մանգանք։ Ոմանք ասում են սուրբ կյանք եթե ապրենք։ Եթե մենք լույսի մեջ մանգալը սուրբ կյանք ապրել է նշանակում, ուրեմն էլ Քրիստոսի արյունը ինչի պետք է գործի մեզ մաքրի։ Այնա մաքուր ենք էլի, սուրբ ենք մաքուր ենք։ Այսինքն սա մեկ ուրիշ բան է նշանակում, որ սրա մասին կխոսենք։ Ասում է, եթե մենք լույսի մեջ մանգանք, հաղորդակցություն ունենք իրար հետ։ Սա սրբերին է վերաբերում, Աստծո ժողովրդին։ Եթե լույսի մեջ մանգանք, մենք իրար հետ հաղորդակցություն կունենանք։ Հաղորդակցությունը դա շփումն է։ Եթե շփման մեջ չի ասում ենք հաղորդակցություն կունենանք Աստծո հետ։ Այլ պայմանը դնում է, եթե ուզում ես դու, ես, եթե մենք ուզում ենք, որ Քրիստոսի արյունը մեզ մաքրի, մենք իրար հետ պետք է հաղորդակցություն ունենանք։ Իսկ հաղորդակցություն, ճշմարիտ հաղորդակցություն ունենալու համար մենք պետք է լույսի մեջ մանգանք։ Իսկ լույսի մեջ մանգալը ինչ է նշանակում, դա ասում է առաջի Հովհաննես 2-րդ գլուխ 9-րդ 10-րդ խոսքերը։ 9-րդ խոսքում սենց ասում։ Ով որ ասում է թե լույսի մեջ է, մարդ կասի ես լույսի մեջ եմ։ Եվ իր եղբորը ատում է, մինչև հիմա խավարի մեջ է։ Գիտեք, մարդ կա որ չի տենում, որ իր կյանքը խավարով է պատված։ Ասում է ես լույսի մեջ եմ, բայց իր եղբորը ատում է, խոսում է հարաբերությունը եղբայրների, քույրերի մեջ։ Եթե ատելություն կա, մարդը խավարի մեջ է։ Իսկ 10-րդ խոսքը ասում է, նա որ իր եղբորը սիրում է, լույսի մեջ է մնում եւ գայթակղություն չկա նրանում։ Սա Քրիստոսի տված այն պատգամն է, որ ասում է Հովհաննեսի 13:34։
Նոր պատվիրանք եմ տալիս ձեզ։ Հովհաննես 13:34 Նոր պատվիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք։ Այսինքն, ով չգիտի, որ մենք պետք է իրար սիրենք։ Հա? Գիտենք, չէ՞։ Բայց գալիս է մի պարագա, որ 3 հոգու սիրում ես, 4-ին արդեն չես կարող սիրես։ Գիտեք, Աստծո խոսքը ոչ թե պարտադրում է, այլ խորհուրդ է տալիս, որ ով մարդ դու պետքա բոլորին սիրես հավասարապես։ Սա փակում է մնացած պատվիրաններին։ Շարունակությունում երևի թե ասում է նա ով որ իր եղբորը սիրում է, նրա նկատմամբ վատ բան չի անի։ Իմ խոսքերով ասած։ Անցնենք առաջ ժողովուրդ ջան։ Ինչ անենք, եթե ուզում ենք, գիտենք, որ պետք է իրար սիրենք, բայց չենք կարողանում։ Քեզ չես կարող պարտադրել, մարդ կա, որ այդ մարդուն տեսնում ես, գրգռվում ես, գիտես, որ այդ մարդուն պետք է սիրես, բայց չես կարողանում սիրես։ Ուզում ես սիրես, բայց սիրտը չի կարող ընդունել այդ մարդուն։ Ինչ անել։ Միշտ իմացեք, Սուրբ Գիրքը դրա պատասխանը ունի։ Ու Հիսուսը դրա մասին խոսում էր։ Ինչ էր խոսում։ Խոսում էր երկու իրավիճակի մեջ գտնվող մարդկանց համար։ Դա Մատթեոսի ավետարանի մեջ է ասում։ Մեկը քեզ նեղացրել է։ Այդ մարդուն չես կարողանում տանես։ Թեկուզ մի թույլ խոսք ասել, միշտ այդ խոսքը հիշում ես, հենց նրան տնում ես, այդ խոսքը հիշում ես։ Հենց առաջ տա գալիս, հիշում ես, որ նա քեզ մի անգամ, սենց ասած, կծել է։ Դու ասում ես, դե… ավելի վատական թե շանը։ Գիտենք, որ այդ մարդուն պետք է սիրենք, բայց իր արածը միշտ գալիս է դեմդ, չգիտես ինչ անես, միթե Հիսուսը դրա պատասխանը չուներ, միթե Հիսուսը ասավ, եթե մարդը քեզ, քո եղբայրը քեզ վատ բան է արել, դու պարտավոր ես նրան սիրես, դե արի սիրի, մենք քրիստոնյաներս միշտ ասում ենք, դու պարտավոր ես դա անես, մարդու սրտում չկա, բայց ասում եք, չէ, դու պարտավոր ես անես, գիտեք, սրտին չես կարա ստիպես, բայց Հիսուսը դրա պատասխան ունի, Հիսուսը չասավ, թե եթե մարդը քեզ վատ բան արել, գնա նրա դեմը կայնի, ժպտա, ասավ վայ ձեզ, երբ որ դուք կեղծավորություն եք անում, խոսում եք լավը, բայց ձեր սրտերի մեջ կա վատը, ժպտում եք պրոստը, ինչ ասավ, եթե քո եղբայրը քո դեմ մեղք կա գործել, չգիտես ինչ անես, ինքը խորհուրդ տվեց ինչ անես, ասավ, դա գրված է Մատթեոսի 18:15-ում, եթե քո եղբայրը քո դեմ մեղանչել է, ասում է, գնա նրան հանդիմանիր, գիտեք մենք ժամանակին շատ ենք փորձել, երբ որ մեկը մի վատ խոսք ասել, գնացել ենք հանդիմանել, գնացել ենք հանդիմանել, փոխանակ հաշտությունը լի, ավելի է բորբոքվել հարաբերությունները, գիտեք ինչի համար, որովհետև հանդիմանություն բառը մենք ճիշտ չենք հասկանում ու ճիշտ չենք օգտագործում, ինչ ենք անում, գնում ենք մարդուն բողոքում, մեղադրում, որ դու ինչ ես բանն արել, դու սխալ ես գործել, դու մեղք ես գործել իմ հանդեպ, քեզ պետք է դու զղջաս, պետք է խոստովանվես, այդ մարդու սիրտը ավելի խստանում, հանդիմանությունը գիտեք ինչի նկատի ունի, գնա մարդուն, ամոթի բեր, մենք հայկական սենց խոսք ունենք, չէ, ամոթանք տուր, ոչ թե մեղադրի, դրանք տարբեր բաներ են, գնա սա եղբայր կամ քույր,
Դու ես բանը արիր։ Ես ուզում եմ իմանամ ինչի արիր։ Ամոթ չի մենք եղբայրներ ենք իրար, ինչի դու այդ բանը արիր, ես տենց էլ չհասկացա։ Նպատակը ինչ է։ Գնա հանդիմանիր, որպեսի ինչ անես, որպեսի եղբորդ շահես։ Նպատակը եթե քո շահելն է, դու ճիշտ մոտեցում պետք է ունենաս։ Եթե ճիշտ մոտեցում չունեցար, դուք ավելի կտշնամանաք։ Նույնիսկ ասում է, մեկին էլ տար, որ ապացուցես, մեզ տենց է թվում, տար, որ մեկի էլ ապացուցես, որ այդ մարդը սխալ է։ Ուզում ենք, այս մարդուն սխալ հանենք։ Չի ընդունում, եկեղեցուն ասա, եկեղեցուն էլ չլսեց, թող քեզ համար էլի մեղավոր և մաքսավոր։ Ուրա, ես հաղթեցի, ես ճիշտ էի, եղբայրը սխալ։ Դու չհաղթեցիր, դու պարտվեցիր, որովհետև Աստված դրել էր քո առաջ, որպեսզի դու շահես եղբորդ, բայց դու չշահեցիր, դու ավելի կորցրիր։ Դրա համար մարդկային հարաբերությունների մեջ, ինչի ասում, եթե մենք ունենք իրար հետ հաղորդակցություն, սա խոսում է ճշմարիտ լույսով հաղորդակցության մասին, կարևոր բան է, ոչ մի ծնողի հաճելի չի, երբ որ իր զավակները կռվում են, գժտված են իրար հետ։ Սա ամենամեծ ցավն է Աստծո համար, երբ որ իր զավակները իրար հետ գժտված են։ Նույնիսկ ավելի մեծ ցավ է, երբ որ իրար հետ գժտված են, բայց իրար նայում են ու շփթում։ Կեղծավորություն են անում։ Այդ ժամանակ արդեն վայ է տալիս։ Գիտեք, հարց առաջանում, բա ինչպես ճիշտ դիմենք, ճիշտ հաղորդակցվենք, ճիշտ հանդիմանենք, որ արդյունք տա։ Ամեն դեպքում չի, որ արդյունք է տալիս։ Դիմացինը պետք է քեզ հասկանա, բայց նա չի ուզում հասկանա։ Գիտեք, մի հատ բան կա, առաջի Կորինթացիների 6-րդ գլուխ 7-րդ խոսքը։ Եվ հենց արդեն բոլորովին պակասություն է ձեր միջումը, որ դատաստաններ ունեք իրար հետ։ Ինչու չեք ավելի դուք զրկվում, ինչու չեք ավելի դուք անիրավություն քաշում, հաջորդ խոսքը, բայց դուք եք զրկում և անիրավություն անում, և այն էլ ձեր եղբայրներին։ Ռուսերեն գիտեք, ինչ ոնց է հնչում, ոչ թե անիրավություն եք անում, ասում է, ավելի լավ է, լուչше мне остаться обиженным, եղբայրդ քեզ նեղացրել է, մեկը հարցը չի լուծվելու, միջև եղբայրը չհասկանա, որ ինքը սխալ է վարվել, հարցը չի լուծվելու, քո սրտում չի փոխվելու ոչ մի բան, կարող են լինել դեպքեր, որ փոխվեն, բան չունեմ ասելու, բայց եթե չի փոխվում եղբայրդ, Պողոս առաքյալը գրում ասում է, ավելի լավ է, դու նեղված էլ մնաս, որ թարգմանում ենք ռուսերենից, նեղված էլ մնա, որովհետև դրա համար ժամանակ է պետք, ժողովուրդ ջան, մի բան եթե ժամանակից շուտ ես անում, արդյունքը ցավալի է, օրինակ, կարդում ենք բանի ծննդոցի մեջ 4-րդ գլուխ 3-րդ խոսքից Բիծի Ինչ եմ կարդում Այստեղ ցույց է տալիս Կայենի ու Աբելի երկու եղբոր հարաբերությունները Մի օր գրվածավոր օրերը անցնելուց վերջը Կայենը երկրի պտղից Եհովային ընծամատուց անեց Միթե վատ բաներ արել Հա? Վատ բան չեր արել Ու ինչ կատարվեց Աբելն էլ նույն բանը արեց Իրա ոչխարների անդրանիկներիցը նրանց պարարտներիցը Եհովան գրվածա Եհովան Հաբելի և նրա անձային մտիկ արավ
Շարունակությունում ասում, բայց Կայենին եւ նրան ցային մտիկ չարավ։ Եվ Կայենը շատ բարկացավ եւ երեսը կախեց։ Եվ Եհովան Կայենին ասեց. Ինչու ես բարկացել եւ ինչու ես երեսդ կախել։ Չէ որ եթե բարի լինես կբարձրանա, բայց եթե բարի չլինես, մեղքը դրան մոտ բարկած է եւ նա քեզ է փափագում, բայց դու իշխիր նրա վրա։ Սրանով գիտեք Աստված ինչ էր ուզում ասի։ Ասում էր դու պրոբլեմ ունես։ Դու չարացած ես։ Դու չարացած ես, միգուցե եղբայրդ քո դեմ ինչ-որ բան արել։ Դու չարացած ես։ Մի գնա այդ չար վիճակով քո հարցերը լուծելու։ Ավելի լավ է դու կանգ առ։ Առաջինը աշխատի քո վրա, որպեսզի քո չարությունը տանցնի։ Դու մի գնա այդ չարությունով նրան հանդիմանելու։ Մի գնա նրա հետ ինչ-որ հարցեր բարձելու։ Տակ գլխով ոչ մի բան չես կարող անես։ Դու ինքդ քո վրա աշխատի։ Եվ շարունակությունում խոսքը գրված է, 8-րդ խոսքը։ Եվ Կայենը իր Հաբել եղբոր հետ խոսեց, եւ երբ որ նրանք դաշտումն էին, Կայենը վեր կացավ իր եղբոր Հաբելի վրա եւ սպանեց նրան։ Շտապել էր։ Ճիշտ մոտեցում չցուցաբերեց։ Գիտեք, եթե մեկը մեր նկատմամբ վատ արտահայտություն արել, վատ բան արել, դա չի նշանակում, որ մենք պլյուսում ենք, որ մենք լավն ենք։ Լավ լինելու համար պետք է ճիշտ որոշում կայացնենք, ճիշտ մոտեցում ունենանք։ Մարդուն մեղքի դիմաց չնսեմացնենք, չխայտառակենք, որ դու այդ բանն արել ես, այլ այն խոսքի մեջ ասում էր, գնա եղբորդ հանդիմանի, երբ որ դուք առանձին եք։ Պետք չի ձայն բարձրացնել, պետք չի ապացուցել, որ մենք ճիշտ ենք, թե չէ չի աշխատելու, սա չի աշխատելու, որպեսզի շահենք եղբորը։ Հիսուսը կանգ չառավ դրա մեջ, գիտեք, որ ասի, երբ որ ասավ եղբայրդ քո դեմ մեղանչում ա, գնա մի բան արա, բայց Հիսուսը բան ուներ ասելու նրան, ով որ մեղանչել ա, ինքն էլ ա եղբայր, չէ, ինքը մեղ կա գործել, նրան ինչ է ասում, 5-րդ գլուխ 23-րդ խոսքը, Մատթեոսի 5 գլուխ 23-րդ խոսքը, Արդ եթե սեղանի վրա մատուցան ես քո անձանդ, եւ այնտեղ հիշես, թե քո եղբայրը քեզ դեմ բան ունի, թող այնտեղ քո անձանդ սեղանի առաջին եւ գնա առաջ հաշտվիր քո եղբոր հետ եւ հետո անձանդ մատուցանիր։ Սրանով ինչ է ուզում ասի։ Երբ որ դու աղոթք ես անում, բերենք այսօր սենց վերագրենք։ Ու դու հիշես, ինչ հիշես, որ եղբայրդ քո դեմ բան ունի։ Երբ կարա մարդը հիշի, գիտեք, երբ որ իրան արդեն ասվել ա, որ գիտես, քո արածը ես չեմ ընդունում, դու քո արածով ինձ վնասել ես։ Աղոթքի ժամանակ Աստված Սուրբ Հոգով ինքն է հիշեցնում, որ գիտես, եղբայրդ քո դեմ բան ունի, քո աղոթքդ ինձ պետք չի։ Այն գնա առաջ հաշտվի, նոր կգաս աղոթք անես։ Ճշմարիտ է։ Ճշմարիտ է։ Այսինքն եղբայրը եթե նայել է խնդացել, ժպտացել, այդ մեր գործած անձնավորությունը կարող հանգիստ իր աղոթքները անի։ Իսկ եթե նրան ասվել է, որ գիտես, ես քո դեմ բան ունեմ, արդեն նրա աղոթքը երկինք չի բարձրանա։ Նա պետք է գնա իր եղբոր հետ հաշտվի։ Սա էլ խորհուրդ է տալիս մյուս կողմին, որ գնա հաշտվի, որովհետև քո եղբոր բողոքը իմ առջևն է։ Ես քո աղոթքը չեմ ընդունելու։ Այսօր գիտեք, մենք շատ ժամանակ ասում ենք, մենք աղոթում ենք, բայց Տերը չի պատասխանում։ Ինչի՞։ Եթե լավ քննենք մեր սիրտը, մենք կտեսնենք այդ մարդկանց, որ մեզանից նեղացած են, ու իրանք բառացի ասել են, ոչ թե ժպտացել են մեր դեմքին, այլ ասել են, որ քո դեմ բան ունեմ։ Եթե ասել են, պետք է գնաս ու ներողություն խնդրես։
խոստովանում ես, որ սխալ ես արել։ Միգուցե չեմ հասկացել, առանց հասկանալու եմ արել, բայց ասել, որ արել եմ։ Օրինակ, ինձ հարց է եկել մի բանի շուրջ, բա ինչպես վարվենք թշնամիների հետ, օտարների հետ։ Միշտ Հիսուսը շեշտը դրել է եղբայրների, քույրերի իրար հետ հարաբերության վերաբերյալ։ Իսկ օտարների հետ, միթե օտարը կասի կներես, սխալ եմ վարվել, որ տունդ քանդել եմ, չգիտեմ ինչ եմ արել, քեզանից բան բասել եմ, օտարը երբեք չի ասի։ Գիտեք հետաքրքիր բան ասում, Առակաց 25 2 Առակաց 25 2 Կներեք, Առակաց 25 21 ներողություն։ Եթե թշնամից սոված է, հաց տուր նրան, և եթե ծարավ է, ջուր խմեցրու նրան, շանակություն դու գիտեք, չէ, հա, ինչի համար, որովհետև այսպես անելով նրա գլխի վրա կրակի կայծեր կդիզեք, և Տերը քեզ կհատուցանի։ Գիտեք, կարանք մենք չարությունից այդ մարդու նկատմամբ, չարացած լինելով, ազդված լինելով, նրան հացել տանք բանենք, բայց դրա մասին չի խոսքը։ Եթե նպատակը կայծեր դիզելն է, այստեղ կայծեր դիզելը չի, միգուցե մարդուն ամոթի կբերես, դրանով միգուցե դու կշահես այդ մարդուն, անհավատ մարդուն, ոչ եղբորը, ոչ քույրիկին։ Կարդում ենք Մատթեոսի 5:25 Էլի սրա մասին է խոսում, մեր հարաբերությունները օտարների հետ։ Քո ոսոխի հետ շուտով միաբանվիր, քանի որ նրա հետ ճանապարհում ես, որ միգուցե ոսոխը քեզ դատավորին մատնե, դատավորը քեզ մատնե դաջին եւ բան տգծվես։ Շարունակությունում ինչ ասում։ Ճշմարիտ ասում եմ քեզ, դուրս չես գալ այնտեղից մինչև որ վերջին նաքարակիտը չվճարես։ Ինչի՞ է քեզանից ոսոխը դատի տվել։ Այսինքն դու իրան պետք է բան տայիր չես տվել։ Ինքը պահանջ ունի քեզանից։ Ասում է ուսողին տուր։ Չէ՞։ Այս մարդը իրան ինքը ներկայացնում է որ դու ինձ պարտես։ Շուտ պարտքերդ փակի։ Թե չէ, ամբողջն ես տալու էլի չես բարձնելու։ Դու զգալու համար, բանտից դու զգալու համար վերջինն ես տալու։ Ավելի լավ է ժամանակին քո հարցերը լուծիր օտարների հետ։ Էլի անցնենք եղբայրների, քույրերի հարաբերությունների մասին։ Կարդում ենք Ծննդոց 33:1 Տեսեք, այստեղ էսա օրինակ է բերում Սուրբ Գիրքը, թե մարդը ինչպես կարող է շահել իր եղբորը։ Հակոբ, Եսավ, զույգ եղբայրներ էին, բայց անենց ստացվեց, որ Այդենց էլ Աստված ծրագրավորել էր, որ Հակոբը ստանա անդրանիկությունը, իր ոնց ասած ոչ ճիշտ ճանապարհով, խաբեության ճանապարհով, առնի ու թռնի։ Այսքան բանը հաճելի չէր իր եղբորը Եսավին, որովհետև դա պատկանում էր Եսավին, նա անդրանիկներ, նա առաջնեկներ։ Եսավը ինչ վերաբերմունք ուներ իր եղբոր հետ, ինչ վերաբերմունք կունենար, գլուխը կշոյեր կասեր ինչ լավ բան արիր, անդրանիկությունը ձեռից տարար,
Տշնամուն կար, չէ մեջը։ Նա եղբորը տեսներ ինչ կաներ։ Ու մի օր Աստված ասում է Հակոբին, որ որտեղից եկել ես գնա այնտեղ, արդեն կանայք ուներ, հարճեր ուներ, շատ անասուններ ուներ, ունեցվածք ուներ, շատ զավակներ ուներ, ասավ ամեն ինչ վերցրու ու գնա, որտեղից եկել ես։ Բայց որտեղ որ ինքը պետք է գնար, այնտեղ Եսավն էր։ Ինքը գիտեր, որ տարիներ առաջ ինքը նեղացրել է իր եղբորը։ Գիտեք, պատգամավորներ ուղարկեց եղբորը, ասավ գնացեք ասեք, որ քու եղբայրդ, որ քեզանից փախել է, ինքը հիմա հարուստ մարդ է։ Ինքը մտածեց, ասեց, դե եթե եղբայրս տեսնի, որ ես շատ հարուստ եմ ու ունեցվածք ունեմ, միգուցե վատ բան չանի։ Եկան այդ մարդիկ ասին, Եսավ, քո աղբեր Հակոբը գալիս է իր ամբողջ ունեցվածքով։ Միջև այդ Եսավը հանգիստ ապրում էր։ Հանգիստ էր։ Բայց երբ որ աղբոր անունը լսեց, ներսը ամբողջ ներսը խառնվեց։ 400 հատ զինվոր վերցրեց իրանց զենքերով, որպեսզի եղբորը դիմավորի։ Այդ իջա շքերթեր ուզում կազմակերպի, որ հիմա թագավորներին են ընդունում։ Հա? Ինչ է շքերթեր։ Իրա այն ներսի ատելությունը, բողոքը, ինքը պետք է արտահայտեր նրանով, որ եղբորը պետք է սպաներ։ Իմացեք մի բան, եթե քո եղբայրը, քույրը, հարազատը քեզ նեղացրել է, թեկուզ ինքը շատ հեռվում է ապրում, մի օր նա ձեզ հետ հանդիպացնելու է, տերն է դա անելու, չի թողելու, որ եթե դու քո եղբորից, քրոջից նեղված ես, որ նա քեզ հետ չհանդիպի։ Բայց կարևորը գիտեք ինչն է, թե քո սրտի մեջ ինչ կկատարվի։ Զենքերը կվերցնես, դուս կգաս դիմավորելու, թե ինչ։ Եկան Հակոբին ասին, գիտես, աղբերդ արդեն զորքով է գալիս քո դեմ։ Ինքը վախեցավ։ Բայց վերցրեց անասուններ ուղարկեց, ասես տարեք ասեք, քո ծառա Հակոբը իր տիրոջ համար է ուղարկել, այսինքն քո համար, իրան համար է ծառա անտրանիկություն էր ստացել։ Այդ անասունները բերին, ինքը այդ անասուններին չնայեց։ Էլի ուրիշ նվերներ ուղարկեց, էլի անասուններ, էլի չընդունեց։ Նա ուզում էր իր ունեցվածքով, նվիրատություններով, նա ուզում էր շահի եղբորը, բայց չէր ստացվում։ Ատելությունը այն ձևի էր, որ ոչ մի նվեր չէր կարողանում, ոչ մի զոհաբերություն չէր կարողանում վերացնի այդ ատելությունը, չզոքացնի։ Գիտեք, Հակոբը մի իմաստուն բան արավ, գրված է 33:1-ում։ Եվ Հակոբը իր աչքերը բարձրացրեց եւ մտիկ տվավ եւ ահա Եսավը գալիս էր եւ նրա հետ 400 մարդ։ Եվ զավակներին բաժանեց, տվավ Լիային եւ Ռաքելին եւ երկու աղախիններին, շարունակությունը։ Եվ աղախիններին իրանց զավակներով առաջ դրավ, առաջի լինիա։ Եվ Լիային եւ զավակներին երկրորդ լինիա, եւ Ռաքելին, եւ Հովսեփին ամենից հետո, որովհետեւ Ռաքելին շատ էր սիրում, Հովսեփը իր ամենասիրելի զավակն էր։ Նայեք, ինչ կատարվեց իր հետ։ Ինքն էլ անցավ երևի ընտանիքի հետևը, բախկվեց։
Հա? Եվ ինքը անցավ նրանց առաջը, եւ միջև 37 անգամ խոնարհություն արավ, միջև իր եղբոր մոտենալը, շարունակությունը։ Եվ Եսավը վազեց նրան դիմավորելու, եւ գրկեց նրան, եւ նրա պարանոցով ընկավ, եւ համբուրեց նրան, եւ լացի։ Գիտեք այդ լացի մեջ ինչ կա։ Հակոբը տեսեք, դերը ինչ իմաստություն տվեց իրան։ Ոչ թե կռվելու, փախնելու, ինչ որ բան ապացուցելու, որ գիտես Եսավ, այդ ամեն ինչը Տերն է ծրագրավորացել էր։ Դու պետք է դրա հետ հաշտվես, այդ մտքի հետ։ Ծնկի եկավ։ Ժողովուրդ ջան, սա մեզ գիտես ինչ է սովորացնում։ Ում որ նեղացրել ենք նրա առաջ պետք է ծնկի գանք։ Սա ոչ թե թույլ ենք, այլ նրա համար, որպեսզի նրան կարողանանք շահել, իմաստը շահելն է։ Թեկուզ չես ասել, խաղացրու ասա, ես ներողություն եմ խնդրում։ Եթե քո ներողություն խնդրելով, ծնկի գալով, դու եղբորդ կշահես, դու հաղթանակով ես դուրս գալիս։ Հաջորդ դեպքը պետք է նայենք Հովսեփ։ Ինչ էին արել Հովսեփին։ Եղբայրները ծախել էին։ Գրված է 42-րդ գլխի մեջ, ծննդոց 21 խոսքից։ Ինչ էին արել։ Ծախել էին իրանց եղբորը։ Իսկ եղբայրը դառել էր Եգիպտոսի կառավարիչ։ Այդ Եգիպտոսի կառավարիչին հնարավորություն չուներ գնալու իր եղբայրներին, իր հորը տենալու, ասելու, որ նայեք, դուք ինձ ծախել եք, բայց ես կառավարիչ եմ արդեն, ծախ Եգիպտոսի։ Միթե հնարավորություն չուներ, ուներ։ Այ Հովսեփ ինչի չէր գնում, որովհետև նրանց շնորհքը չէր ուզում տենա։ Իր համար ուզում էր հանգիստ ապրի։ Հովսեփ դու չգնացիր, բայց Աստված նրանց բերեց։ Հանգիստ ապրում էր քեզ համար, հենց եղբայրների տեսար ներսդ խառնվեց։ Հովսեփ դե արի ների, այդքան բանտ նստել, այդքան չարչարանքների միջով անցնել, դե արի եղբայրները դիմաց սոված եկել են քո դուռդ, արի դե իրանց ների։ Սկսեց խոսացնել եղբայրներին։ Ասես դուք ով եք։ Մտան չի ճանաչում։ Ասին, մենք բարի մարդ ենք, լավ մարդիկ ենք։ Ասավ, ով եք դուք։ Իրանք իրանց գովաբանում էին։ Միթե Հովսեփ չէր ճանաչում ով էր։ Տեսավ, որ չէ, սրանք ինչպիսին եղել են, հենց էլ մնացել են։ Ու շուն եկել են շուն մնացել։ սկսեց գործիք օգտագործել, ցավացնել եղբայրներին։ Ասա մենք բոլորս եղբայրները ասեն, մի մարդու զավակներ ենք, մենք 12 աղբեր ենք եղել, մեկը մահացել է, նիստալը ռուսերին գրված է, մեկը մահացել է, բայց իրանք չգիտեին, որ այդ մեկը ում մասին ասում են, ինքն է։ Ինքը որոշեց եղբայրներին գիտեք ոնց պատժել։ Լրիվ ուտելիքը տալ մեկի ձեռը, 10 եղբայր էին եկել։ Այն 9-ին բռներ բան տարկեր։ Դա էր իր որոշումը։ Ուշադիր կկարդաք։ Բայց ինքը իր որոշումը փոխեց։ Գիտեք ինչի, որովհետև իր սրտում ուրիշ բան կատարվեց։ Ինչի կատարվեց, որովհետև ինքը ուրիշ բան արդեն լսեց։ Ինչ լսեց։ Ինքը խոսում էր թարգմանիչների հետ։ Եվ նրանք իրար ասում էին, լսում է իր եղբայրներին, իրանք ասում են, իրան մենք եղբոր վրա հանցավոր ենք, որովհետև տեսանք նրա հոգու նեղությունը, երբ որ նա մեզ աղաչում էր, և չլսեցինք, նրա համար գալիս է այս նեղությունը մեր վրա, նրանք հասկացան, որ ժամանակին իրանց աղբերը խնդրել է, բայց իրանք ուշադրություն չեն դարձել, ծախել են։
Շարունակությունում խոսքը ասում է։ Իսկ եղբայրներից մեկը Ռուբենը, եթե կարդում եք Սուրբի գրվածը, որ ինքը ասել է, պատասխանեց նրանց ասելով. ես չէի ասում այդ տղային դեմ մեղք մի գործեք։ Եվ դուք ականջ չդրիք, եւ հա հիմա նրա արյունը պահանջում է։ Գիտեք, հոգևոր չլինելով հանդերձ, իրանք հասկացան, որ այն ցավը, որ հիմա իրանց է պատել, ընկել են սովի դուրը, եկել են, բան վերցնելու իրանց էլ ասել են դուք շպիոններ եք դուք, եկել եք մեր շպիոնելու մեր երկիրը։ Եղբայրները չգիտեին, որ այդ մարդը Հոսեփն է եւ իրանց հասկանում է, իրանց խոսեցածը։ Սեներ գիտեք Հոսեփի սրտում ինչ կատարվեց։ Գրված է որ հաջորդ բանում, հաջորդ խոսքում։ Եվ նրանցից բաժանվեցավ եւ լացավ։ Եվ հետո դառնում է գալիս ասում է լավ, 9-դ կգնաք, 1-դ կմնաք։ Մեկին զալոժնիկա թողում, որ գնան եղբորը բերեն փոքրին, որովհետեւ փոքրը իրան հարազատ էր։ Ինչ եղավ ինքը։ Երբ որ լսեց, որ եղբայրները հասկացան, որ իրանք սխալ են եղել, բժշկություն եկավ իր սրտի մեջ։ Այլ կերպ հնարավոր չէր։ Աստված գիտեր ինչ ձևով, ինչ է պետք Հովսեփի սրտին, որպես եղբայրներն ասեն, իսկապես մենք սխալվել ենք, որ մեր եղբորը ծախել ենք։ Ու բժշկություն եղավ իր սրտի մեջ, այլ կերպ բժշկություն չէր լինի։ Ժողովուրդ ջան, եթե մեկը ձեզ ցավացրել է, աղոթեք Տիրոջը, որ դուք դրանից այդ խոսքերը լսեք, որ ինքը ափսոսա, որ այդ բանն արել է։ Եթե մենք խոսեցանք սիրո մասին, որ ուզում եմ սիրեմ, գիտեմ, որ պետք է սիրեմ, բայց չեմ կարողանում սիրել։ Ճանապարհը սա է։ Կամ պետք է մնաս նեղության մեջ, остаться обиде, ոնց որ ռուսի թարգմանությունն ասում։ Мне лучше остаться в обиде։ Այլ լսել քո եղբորից, քրոջից ափսոսանքի խոսքեր, որ ինքը սխալավարվել, այդ ժամանակ բժշկություն կլինի։ Միթե մենք դրա համար չենք ստեղծված, որ մեկս մեկու բժշկենք։ Միգուցե դիմացինը տկարա չի հասկանում։ Մեղադրում է քեզ, ասա հա, տենց ես, քեզ տենց է թվում, հա, դու ինձ կներես, հա, ես սխալ եմ, որպեսզի բժշկություն լինի այդ մարդու մեջ։ Եվս մի տեղ եմ ուզում կարդամ, գրված է 2-րդ Կորինթացիների 5-րդ գլուխ 17 խոսքից եմ կարդում։ 2-րդ Կորինթացիների 5-ի 17 խոսքից եմ կարդում։ Տեսեք Պողոս առաքյալը ինչ է գրում։ Ուրեմն, եթե մեկը Քրիստոսում է, նոր ստեղծված է։ Հիները անցան, ահա ամեն բան նոր եղավ, բայց այն ամենը Աստվածանից է, որ մեզ իրար հետ հաշտեցրեց Հիսուս Քրիստոսի ձեռովը եւ մեզ հաշտության պաշտոն տվավ։ Հաշտությունը դա պաշտոնն է։ Ասում է Երանի խաղաղարարներից։ Պաշտոնն է։ Առաքյալը գրում է, որովհետեւ Աստված էր Քրիստոսումը, որ աշխարհը հաշտեցրեց իրեն հետ եւ նրանց հանցանքներ չհամարեց նրանց եւ հաշտության խոսքը մեր մեջում դրավ։ Արդ, տեսեք ինչ խոսք ասում։ Քրիստոսի կողմից պատգամավորություն ենք անում, իբր թե Աստված է հորդորում մեզանում, աղաչում ենք Քրիստոսի տեղ։ Գիտեք, ուզում ասի, Քրիստոսը աղաչում է, մենք իր տեղը աղաչում ենք։ Հաշտվեցեք Աստծո հետ։ Մեր ճշնամությունը իրար չընդունելը Աստծուն։ Ասում է, մեզ այդ պաշտոնն է տված եւ խնդրում ենք,
որպեսզի դուք հաշտվեք Աստծո հետ, այսինքն հաշտվեք իրար հետ, որովհետև ամեն օր այդ մասին մենք խոսում ենք։ Այդ մասին մենք աղոթում ենք. Տեր, ներիր իմ պարտքերը, միտեղ ասում ենք, մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում։ Ախր ես ուզում եմ ներեմ, բայց չեմ կարողանում։ Ճանապարհը ներելու սա է։ Ներելու ճանապարհը սա է։ Եվ դա կլինի ճիշտ հաղորդակցություն, լույսի մեջ քայլելով հաղորդակցություն մեկս մեկու հետ, եւ մենք կտեսնենք արդյունքը։ Արդյունքը ի՞նչ է։ Եվ Քրիստոսի արյունը կմաքրի մեզ ամեն մի մեղքից։ Ժողովուրդ ջան, ամեն մի մեղքից մաքրելու նախապայմանը նա է բոլոր մեղքերից, թե մենք իրար հետ ոնց կհաղորդակցվենք։ Եվ երբ որ մենք այս խոսքը սկսել ենք հենց սկզբից, որ Աստծոց ծնվածները մեղք չեն գործում եւ չեն էլ կարող գործել, որովհետեւ Աստվածանից են ծնված։ Եվ համաձայնվում ենք այս մտքի հետ ու բերենք աղոթք անենք Տիրոջը, թող Տիրոջ անունը փառավորվի։ Աղոթենք, որպեսզի Տերը մեզ օգնական լինի, որպեսզի ոչ մեկի դեմ բան չունենանք, որպեսզի մաքուր վիճակով կանգնենք Տիրոջ առաջ եւ մեկս մեկու առաջ իրար հետ ճշմարիտ հաղորդակցություն ունենանք։ Ամեն։